Քաղաքացիական վեճեր լուծող անձը արբիտրը ներկայացել է որպես դատավոր ու խարդախությամբ միլիոնավոր դրամներ հափշտակել քաղաքացիներից։ Պարզվել է, որ 2023 թվականի հունիսի 12-ին պետական գրանցում ստացած իրավունք արբիտրաժ սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրեն Սևակ Հովհաննիսյանը իր գործունեության ընթացքում նաև հանդես գալով որպես արբիտր կատարել է մի շարք հանցանքներ, որոնք դրսևորվել են հետևյալում, որ վերջինս ներկայանալով հասարակությանը որպես դատավոր արբիտրաժային տրիբունալի նախագահ իր ենթակայության ներքո քննել է այնպիսի գործեր, որոնք առևտրային արբիտրաժի մասին օրենքով վերապահված չեն վերջինիս քննությանը եւ իր լիազորությունների շրջանակներում չեն ներառված։ 2024 թվականի հունվարից մինչև 2025-ի մայիսը տարբեր քաղաքացիներ են դիմել Հովհաննիսյանին թե սնանկության, թե ամուսնալուծության, թե անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխանցման հարցերով։ Հովհաննիսյանն էլ միլիոնավոր դրամներ ստանալով ձևական դատական նիստեր է անցկացրել, որոնց ընթացքում քաղաքացիներին հրավիրելով եւ ներկայացնելով որպես դատավարության կողմեր, նրանց մասնակցությամբ այդ նիստերը վարելուց հետո կայացրել է ակնհայտ ապօրինի վճռներ եւ որոշումներ, որոնք սակայն որևէ իրավական ուժ չունեն եւ որևէ պետական մարմնում դրանք գրանցում չեն ստացել։ Յուրաքանչյուր պարագայում պետական յուրաքանչյուր համապատասխան մարմին նրա կողմից կայացված որոշումները մերժել է հենց այդ հիմքով։ Սևակ Հովհաննիսյանը իրավունք արբիտրաժ դատարան անվանումով Facebook-ի էջ է ստեղծել, որտեղ ի թիվս այլ հայտարարությունների նաև նշել է, թե զբաղվում է նաև կասեցված վարորդական վկայականների վերականգնման գործով, ինչն էլ տեսել են տասնյակ քաղաքացիներ ու դիմել։ Համապատասխան դիմումի համաձայն Սևակ Հովհաննիսյանը կայացրել է ակնհայտ ապօրինի որոշումներ տրանսպորտային միջոցները ժամանակավորապես վարելը թույլատրելու վերաբերյալ, որոնք համապատասխան քաղաքացիները ձեռք բերելով եւ նրանից ստանալով իրականում հնարավորություն են ունեցել տրանսպորտային միջոցներ վարելու եւ քաղաքացիներից ոմանք իրականում վարել են տրանսպորտային միջոցներ։ Սևակ Հովհաննիսյանի գործունեության արդյունքում էական վնաս է պատճառվել ինչպես ֆիզիկական անձանց քաղաքացիների իրավունքների օրինական շահերին, այնպես պետության եւ պետական համապատասխան մարմինների բնականոն գործունեությունն է խարխրվել եւ էական վնաս է պատճառվել համապատասխան պետական մարմիններին։ Այսպիսով Հովհաննիսյանը մեղադրվում է 2 դրվագով խոշոր չափի 3 միլիոն դրամի խարդախություն կատարելու 14 դրվագով իր լիազորությունների չարաշահման համար։ Նա կալանավորված է, գործն ուղարկվել է դատարան։ Լուրերը փորձեց մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում ճշտել Հովհաննիսյանի պաշտպան Գագիկ Պապոյանից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, լուրեր։